Ինչ-որ թե միացավ։ Բարև ձեզ։ Այսօր ապրիլի 6-ն է 2025 թվականի։ Սիկ մի քիչ խոշոր հաշվետվություն է խուստուբ գիդատաճարի, որովհետև այսօր մեր մոտ հասավ առաջի պատվիրված գրքերից առաջինը, որը ստեղ չէր ու սկսել էինք այս խոշոր process-ը, մնացած մանրամասները հիմա ուղիղ եթերում ես սկսեմ։ Ովքեր որ տեղյակ չեն, մենք ընկերներով որոշել ենք Սյունիքի մարզի խուստուբ լեռան ամենագեղեցիկ լանջին, Փսկուխութում, կառուցել աշխարհում առաջի, Հայաստանում առաջի գիդատաճարը, որը կոչվելու է խուստուբ գիդատաճար։ Ես գիդատաճար բառի մասին գրել եմ, բայց երկու բառ կուզենամ ձեզի ասեմ։ Ուրեմն հայոց լեզվում կան բազմաթիվ բառեր, որոնք որ բնութագրեն տարբեր երևույթներ, դարբին, դբրոց, ավտոմեքենա, ղեկ եւ այլն, եւ այն երևույթ են, սարքը, այն միջավայրը, որը մենք ընկերներով երազել ենք եւ սարքում ենք, որոշեցինք անվանել գիտելիքների տաճար, մեկ բառով գիդատաճար, գիտության տաճար չէ, գիտելիքի տաճար։ Եվ մենք առաջի սրա նախատիպը փորձեցինք կառուցել Արցախում, այստեղ հենց Արցախի լուսանկարն է, սրանից հետո հասանք հաջորդ փուլերին, բայց հետո իշխոր մենք այնտեղ չէինք ապրի, չմնացինք, իսկ ընթացքում Արցախը փակվավ ու մենք էլ չկրցանք մեր գաղափարը այնտեղ շարունակենք, բայց մեր գաղափարի ու պլանների մեջ մտնի նաև Հայաստանը, Սյունիքը, Արագածոտնը, Շիրակը եւ մնացած մարզերը, բայց ամենաառաջի ու ամենագլխավորը մենք պատկերացնենք խուստուպի լանջին, սիկ խուստուպն է, սիկ գիդատաճարն է գիշերով։ Եվ Արցախում մեր կառուցած գիդատաճարն ուներ այս չափը, իսկ այն ինչ որ մենք հիմա կառուցում ենք, ունենալու է այս չափը։ Գիդատաճարը Իրանից ներկայացնելու է գիտելիքի, գիտության պաշտամունքի տեղ, որտեղ որ մարդը գտնվելով այդ բնական միջավայրում, գտնվելով աշխարհի լավագույն գրականության, լավագույն երաժշտության ներքո, չի կարողանալու չգտնել իր սերը դեպի ինչ-որ բնակավար։ Թեմայի մեջ թեմայից դուրս 1000 անգամ կներեք, որ կամերան ըզնից ցածիկ եմ դրել, զուտ խառնեի սեղանի վրա հարմարվավ տնել, թե չէ ըզնից բարձր կտնեի։ Լավ։ Եվ այդ գիդատաճարը մենք ընկերներով կառուցում ենք։ Ես կուզեմ անուն առ անուն սաղին հիշեմ։ Հայկ Պիջոյանը սկան տարիներ իմ ընկերս օգնել է, որպեսզի մենք լուծենք ճարտարապետական, ինժեներական բազմաթիվ խնդիրներ Գորտ Համազյանի եւ Հայկ Թամազյանի հետ։ Արթուր Ադամյանը եղել է գաղափարի հիմնադիրներից մեկը, ով նաև ֆինանսավորել է գիդատաճարի փայդի երկաթեղենի շինանյութի ծախսը։ Տիգրան Միքայելյանը Կապանից ֆինանսավորել է այդ մատերիալների, նյութերի տեղափոխումը Երևանի հարակից տարածքներից դեպի Կապան։ Հակոբ Հակոբյանը օգնել է, որպեսզի այդ նյութերը մենք Կապանից հանենք դեպի Փսկուխութ, այսինքն այդ կան մատերիալը հանելը հեշտ գործ չէր։ Հարությունը Զաքարյան Շիշկերտից օգնել է, որպեսզի իրար հետ Գյումրիից բերենք մեր խոշոր 15 մետրանոց վրանը, որը պետք է դառնար փայդի արեստանոց, որը հենց հիմի մեր հայատում կա, մենք գործ կենենք։ Ներկա պահին Արտուր Ավակյանը, Մևարգյանը մազգանունը սխալ չիշեմ ընկերոջս։ Մևարգյանը ճիշտ է։ Արտուր Ավակյանը ներկա պահին կօգնե հիմքի հարցերով։ Ինքը կսե գիտության տաճարը, գիտելիքի տաճարը չի կրնա եղնի ոչ գիտելիքի վրա հենված հիմքով։ Կարելի է ասել շինարարության process-ի մեջ տեխնիկապես ներգրավված ենք սաղս ընկերներով ու համախմբված ենք գաղափարի շուրջ։ Լույսերն ինչի եկան։ Հա, եւ համախմբված ենք գաղափարի շուրջ։ Ու այս ընթացքում, որպես գաղափարի անկյունակարային կետ, մենք պատկերացրել ենք
Ամենայդպես ես եմ պատկերացրու, իմ ընկերներս դրան համագաղափարակից են, որ այդ տաճարում պետք է միշտ հնչե դասական երաժշտություն եւ պետք է այնտեղ եղնի աշխարհի լավագույն պատկերազարդ գրադարանը։ Եվ այս ուղիղ եթերը հենց այդ գրադարանի մասին է։ Նախկինում իմ ընկերներս ինձ նվեր են տվել այն գրքերը, որոնք եղել են իմ կողմից ընդրված, ֆիլտրված ցանկի մեջ։ Ցանկը պարունակել է մինչև 1200 անուն TK, բրիտանական TK հրադարակչության հանրագիտարաններ պատկերազարդ, որը ես նայել եմ կատալոգը, բոլոր ընտրել եմ, բայց մեջից հանել եմ այն ինչը չի ուզենա եղներ։ Չեմ ուզենա դրան անդրադառնամ, գրքեր կային, որոնք որ ես չեմ ուզեցել եղնին ստեղ, ելնելով մշակութային եւ մեր հայկական մենտալիտետից, հա։ Թողել եմ մենակ գիտությանը, գիտելիքին, արվեստին, արհեստին, կոմիքսներին, ճանապարհորդությանը եւ այդ թեմաներով գրքերը։ Եվ ես ճիշտ ասած այսօր կուզենամ մի հատիկը այսպես հաշվետվություն տամ, բայց դեմքս կանաչավ։ Եվ սկսենք այդ հաշվետվությունը հագարակ կողմից։ Մեր ընկերներից մեկը Անահիտ Հայրապետյանը, ով որ ցանկով 4-րդն էր գիրք գնողներից, իր գնաց գրքերից ամենաառաջինը այսօր տեղ հասավ։ Ես կուզեմ տեսնիք ինչ գիրք է։ Ես ձեռներս հատուկ լվացել եմ մինչև բացել, իդեպ մեր գիտատաճարում կանոն կա, որ գրքերը բացելուց առաջ, вообще գիտատաճար մտնելուց առաջ պետք է ձեռքերը լվալ, նոր մտնել։ Ինքը հաստ կողմի, նորմալ ֆակտորնի տպագրություն է։ Իրա ներսի էջերը փորձեմ առանց բանանել։ Ցանկացած էջ, որը ես բացեմ, ինքը ունի ցանկացած, ես նույնիսկ չեմ հասցրել ծանոթանամ։ Ֆանտաստիկ դիզայն եւ նույնիսկ անգլերեն չիմացող մարդը նկարներով կսկսի արդեն հետաքրքրություն ցուցաբերել այգեգործության նկատմամբ, հա։ Եվ եթե իրան հետաքրքիր է, ինքը կկրնանա շատ հեշտ ու արագ սա թարգմանել հեռախոսի application-ներով եւ ստանալ այն գիտելիքները, որը ինտերնետում չեք գտնելու։ Չկա սա ինտերնետում։ Սա կարելի է ասել, այս մեր process-ի սկսած առաջի գիտատաճարի գիրքն է, որը եկավ հասավ ստեղ։ Անահիտ Հայրապետյանի անունով է այս գիրքը լինելու։ Մենք մեջը անպայման խփելու ենք սիգնալիզացիա, այսինքն ցանկացած գիրք իր մեջ ունենալու է քառակուսի այսպես մետկա, մետկա որն է, այսպես tag, հայերեն չգիտեմ ինչ է դրա անունը, որի վրա լինելու է մակագրում, որ այս գիրքը նվիրվել է Անահիտ Հայրապետյանի կողմից այս թվականին Խուստուփ գիտատաճարին։ Եվ այն պատկանում է Խուստուփ գիտատաճարին, հանրությանը, բոլորիս։ Կանոններից մեկի մեջ, որը դեռ չենք հրապարակել, ցանկացած գիրք, որը մտավ գիտատաճար, դուրս չի գալու երբեք։ Սեմ ավելին, այդ սիգնալիզացիաները, որ խփելու ենք, դա նրա համար է, որ միջանցք է եղնելու, նախքան գիտատաճար մտնել, այնտեղ թաքցնելու ենք այդ սիգնալիզացիաները։ Եվ եթե ինչ-որ մեկը միամիտ որոշ է գիրքը դուրս հանել գիտատաճարից, կմիանա անվտանգության համակարգը, սիգնալիզացիա։ Կանոններից խոսացինք, մեր երկու հատ մեջ բերում եմ, գիտատաճարը կաֆե չի լինելու, ուդել չի կարելի ներսը, դուք մտնում եք աշխարհի լավագույն գրքերի տաճարը, Խուստուփի լանջին, այսինքն աշխարհի լավագույն բնության կետերից մեկում գտնվող ամենաշքեղ, ամենապատկերազարդ, ամենաթանկարժեք, ամենագեր ժամանակագից գրադարանը մտնելուց հիշեք, այնտեղ կանոն է լինելու, չի կարելի լինելու խմել եւ ուդել, որովհետեւ ես չեմ կարծում, որ գիրքը պետք է բացեք ուդելիկով, ծամելով կամ միամիտ ջուր թափեք վրան, առավել եւս որ այս գրքերը հալալ քրդինկով աշխատած փողով են եւ նրանք պատկանելու են Խուստուփ գիտատաճարին, հետեւաբար ես չեմ ուզենա դուք ինչ որ բան խմելուց թափեք վրան ինչ որ ջուր, հա, դրա համար կանոններ են լինելու։ Ну կանոններից մյուսն է ասեցի, որ լվացվելու եք։ Վարդան Քյուրումյանը, ով որ համար 29-րդ գիրք նվիրողն է, ինքը նվիրել է իր կնոջ հետ Մենդելևի աղյուսակի այս գիրքը, որը մեր մոտ մեկ քիչ շուտվանից կար։ Ստեղ բոլոր Մենդելևի աղյուսակի նյութերն են, արդեն կուզեք նայեք, չէ՞, մեջն ինչ է նկար։ Անահիտ Մարտիրոսյանը, ով որ ցանկով մեր մոտ երկրորդն է, ինքը նվիրել է Մարդու մարմնի կառուցվածքի աշխատելու գիրքը։
նվիրել է այս գիրքը, միկրոաշխարհի գիրքը, որտեղ որ մարդը կրնա ծանոթանա միկրոաշխարհի հետ։ Այսօր բացեմ կուզեք մնացածն է տեսնեք, չէ՞։ Վայ, չճմրտեմ էլի։ Նույնպես գիտության պատմությունը այստեղ գրած է, թե որ թվին ինչ է հայտնաբերվել։ Բայց ես չեմ ուզենա այս լայվը երկրորդ անգամ անեմ, որովհետև ամեն ինչ բացելուց ասես գրքերը վնասվին էլ։ Վարդան Քյուրոմյանը իր կնոջ հետ նույնպես նվիրել է գիտության վիզուալ հանրագիտարանը, ելի մեր ցանկից եւ DK հազարակցության գիտության վիզուալ հանրագիտարանը, որտեղ որ դուք ծանոթանաք էլի գիտության, մենք գիտության թեմայով լիքը բաներ ունենք։ Եվ կարելի է ասել, ինչ բաց թողեցի։ Ոչ մի բան։ Այսքան գիրքը հենց էմի իմ կողքը դրած հասել է գիտատաճար, որը ես մի ժամանակավոր, քանի գիտատաճարը չենք սարքել։ Ստեղ ներքևի հարգում ունենք ազատ տարածք, շուտով ես իրան սարքելու եմ ժամանակավոր գրադարան, կոմիցած գիտատաճարի բանը, մեջից գրքերը թթու չենք դնելու ենք ներ ստեղած կառույցի, սովետի ժամանակվա կառույցի առաջի հարգում, որպես ժամանակավոր գրադարան։ Եվ աստիճանաբար այն գրքերը, որոնք որ հասնելու են մեզ, այնտեղ սկսելու ենք տեղակայել, դասակարգել, մինչև գիտատաճարը կառուցենք ավարտենք։ Բայց ինչ են գրքերի հավաքելու process-ը նոր սկսել, որովհետև գրքերի քանակը 1200 հատ է։ Գրքերը էժան չեն, ծանր են։ Ցանկից դուրս գրքեր մեզի պետք չեն, կներեք, եւ կոնկրետ ցանկից են պետք, որովհետև մենք որակի հստակ, ես ինքս դրել եմ որակի հստակ չափանիշներ, եւ այդ չափանիշների որակի չափանիշներից դուրս որևիցե գիրք պետք չէ տալ գիտատաճարին, շնորհակալ ենք, բայց մեզի հնացած հին բովանդակությամբ անգլերենից այլ լեզվով գրքեր հետաքրքիր չեն այս փուլում, հատկապես ուրիշ ձևել ձևակերպեմ DK-ի հրադարակչությունից բացի այլ հրադարակչությունները կրնանք քննարկենք, օրինակ կա Black Dog, կա Hermes House, կա Taschen, բայց առաջնահերթ մեր գիտատաճարի գրականության ողնաշարը կառուցելու ենք բրիտանական DK-ի գրքերով, որտեվ դա աշխարհի լավագույնն է ու խուստուպում չի կրնա, չեմ պատկերացնի ես հնացած հին բովանդակությամբ ինչ որ մեկի տունը մնացած գրքեր։ Ես խուստուպ գիտատաճարում պատկերացնում եմ խուստուպին արժանի բարձրակարգ եւ գեր ժամանակակից գրքեր։ Եվ մեր ցանկով փաստացի այս պահի դրությամբ, այս ուղիղ հեռարձակման պահի դրությամբ, ինձ դժվար է շատ գրքերի մեջ։ Մենք գնված ունենք 120 գիրք, որից 7-ը, որոնք ես ցույց տվեցի, հուսամ 7-ն է ցույց տվեցի։ 1 2 3 4 5 6 7, այո։ 7 գիրքը հենց մի գտնվի գա խուստուպ գիտատաճարի տարածքում, բայց ոչ տաճարում, որտեղ չենք սարքել։ Մնացած 113 գիրքը սպասում ենք, որպեսզի ժամանի Հայաստան։ 21 հատ ԱՄՆ-ում է մայիսին Արտուրը Ավակյանի ընկերս գնալու է Ամերիկա հետը բերել 21 գիրքը։ Մի մասը 7-8 գիրք իմ ընկերոջս Հարությունի մոտ է Գալոյան, իդեպ ինքն էլ է գիրք նվիրել։ Իր մոտ է հենց ինքը Երևանից եկավ հետը գբերը, մի խոսքով գրքերը աստիճանաբար հավաքվում են, բայց մենք դեռ ունենք ձեռք բերելու այս ցանկից 1048 գիրք, դեռ 1048 գիրք պետք է գնել։ Եվ դուք կրնաք ձեր ներդրումը ունենաք այս հիմնադրմանը գնելով մեկ գիրք մեր ցանկից։ Ես հաղումը կթողնամ մեկնաբանությունում, արեք հենց եմ թողնամ եւ իմ էջում կա լիքը լծել եմ։ Հենց նոր թողեցի։ Ընդեղից ընտրում եք գիրքը, ձեռք եք բերում, տեղեկացնում եք անձամբ ինձ, ես ցանկի մեջ ձեր անունով ավելացնում եմ այդ գիրքը եւ այդ գիրքը, երբ որ եկավ հասավ, ձեր անունով անվանական կլինի խուստուպ գիտատաճարում, մինչև երկիր մոլորակի մեռնել, ասպես ասեմ, որովհետեւ այդ գրքերը ստեղից դուրս չեն գալու։ Մենք իրանց ամեն գնով պաշտպանելու ենք, չենք թողնալու ստեղից դուրս գան եւ վնասվին։ Ես մտածել եմ մի հատ շատ կարևոր արարողակարգ բացման համար, բացման օրը, որ բոլոր այն անունները, որոնք ես այսօր հնչեցրեցի, մոռացա հնչեցնեմ ու հիմա հնչեցնելու եմ ու բոլոր այն մարդիկ, ովքեր գրքեր են նվիրելու խուստուպ գիտատաճարին, ես շատ կուզենամ, որ բացման օրը
բոլորով հավաքվենք խուստուկ գիտատաճարի ներսում եւ ունենանք մի հատ պատմական լուսանգար, թե ովքեր հիմնադրեցին առաջի աշխարհում գիտատաճարը, որովհետեւ ես հերու կնացող պլաններ ունեմ մենք ընկերներով, որ սա դեռ առաջի գիտատաճարն է ու բոլոր գիտատաճարները հատկապես առաջի 10 պետք է լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մենք պետք է եղնենք սրա հիմնադիրը բոլորով, այս գաղափարի հիմնադիրը, որ բնություն, գիտելիք, գիտություն սինթեզի մատակարարը պետք է լինի Հայաստանը աշխարհի համար։ Ես կուզենամ, որպեսզի մենք 20-30 տարում փոխենք մեր պրոֆիլը աշխարհի համար, մենք չլինենք ուղղակի սերվիս մատուցող երկիր։ Ամենայն հարգանքով սերվիս մատուցողներին, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Բայց եթե մենք սերվիս ենք մատուցում, պետք է մատուցենք խիստ պրոֆեսիոնալ։ Բայց դրա հիմքում պետք է ընկնին գիտատաճարները, գիտության պաշտամունքը, գիտելիքի պաշտամունքը։ Եվ գիտելիքը հնարավոր է պաշտել մենակ այն դեպքում, երբ որ դա բնության, դասական երաժշտության, բարձրաճաշակ երաժշտության եւ բարձրակարգ գրականության ներքո է։ Ուրիշ ձև չես կերնա դու գիտելիքը, գիտությունը պաշտես, թե չէ կմնաս TikTok-ի մագարտակի։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Եվ ես ճիշտած կուզենամ հաշվետվությունը սկսեմ ամփոփել։ Մենք այս պայն ունենք ձեռք բերված 120 գիրք, 7-ը հիմա ստեղ է, 113-ը սպասում ենք։ Գիրք ձեռք բերողները 40 հոգի են, ես կուզեմ անուն առանուն բոլորի անունը տամ։ Անահիտ Մարտիրոսյան, Վարդան Քյուրոմյան, Հարություն Գալոյան, Գոր Բախշյան, Անահիտ Հայրապետյան, Ստեփանյան Հայկ, Վահագն Այվազյան, Արփինե Գինոսյան, Արեգ Պետրոսյան, Անի Ասատրյան, Արսեն Թումանյան, Ֆելիքս Հայրապետյան, Վարդան Մելքոնյան, Գերասիմ Իսրայելյան, Պետրոս Պետրոսյան, Գևորգ Ավետիսյան, Իրինա Համբարձումյան, Անահիտ Օհանյան, Մագա Կբելյան, Արամ Մարկոսյան, Լուսինե Վարշամյան, Արսեն Խաչայան, Նելի Գրիգորյան, Աննա Գրիգորյան, Վլադիմիր Իգիթխանյան, Հասմիկ Գրիգորյան, Սոնա Բուլոյան, Գոր Խալաֆյան, Մհեր Խաչատրյան, Հրիփսիմե Մանուկյան, Եսայի Դուրմուզյան, Հայկուհի Բալաբանյան, Լիլիթ Օհանյան, Տիգրան Մուրադյան, Վահագ Բաբաջանյան, իդեպ Վահագ Բաբաջանյան ասեցի, հիշեցի, կարևոր 3 մարդու ենք մոռացել։ Վահե Մխիթարյանը, Վահագ Բաբաջանյանը եւ Սևա Գավանեսյանը մեզի օրինակ օգնել էին նաեւ Ռեսմուսի հարցում, ես ցանկ պետք է նորմալ կազմեմ, որ հանգարց մարդու բաց չթողնանք, որովհետեւ իրանք բոլորը փաստացի հիմնադիրներ են։ Ռաֆայել Ջամալյան, Հովանես Ղազարյան, Գոհար Մելքումյան, Մարգարիտա Մանուկյան, այդտեղ Տարասը խալուն էի, Անի Վահրամյան, Սաթենիկ Ղազարյանը եւ Տիգրան Ավետիսյանը եսօրեն գրքեր նվիրել։ Եսօր 3 գիրք նվեր ենք ստացել։ Ես չեմ ուզենա ասեմ, թե ով քանի գիրք է նվեր տվել, որովհետեւ այդտեղ կարևորը մեգական գիրք նվեր տալն է խուստուկ գիտատաճարին։ Եվ դրանով դուք դառնում եք ուղղակի հիմնադիր, համահիմնադիր, այդ գաղափարի համահիմնադիրը։ Դուք իմ բնավորությունս շատ լավ գիտեք, ես եթե մի բանը ասեցի, ձգտեմգը մինչև վերջ ենեմ, չգիտեմ քանի տարի գտեվե, չգիտեմ քանի օր կենե, բայց ես այս գաղափարը անելու եմ, հուսամ կյանքս է հերիք կենե ընկերներիս հետ, որ եւ ձեր հետ միասին մենք այս գաղափարը տարածենք եւ սփռենք ամբողջ Հայաստանով մեկ, որպես գիտելիքը բարձրագույն արժեք բնության ֆանտաստիկ տեղերում, որտեղ որ չկա համայնք, չկա գյուղ, չկա ոչ մի բան, կա բնություն եւ դուք եւ գրականությունը եւ դասական երաժշտությունը։ Այս երազանքը կուզենք սարքենք իրականություն։ Հակառակ դեպքում ես չգիտեմ, ապագա ինչով պետք է ունենանք։ Ես մտածեմ որ սա այս գործիքը, եթե մենք հասցնում ենք լիքը սարքենք ու ճիշտ օրինակարգ սարքենք, համակարգ սարքենք, մեր ինգեր խորոված ենող ռաբիզ լսող ընկերը այդտեղ գալ մտնելուց չի կրնա ռաբիզ լսելու հոգեբանությամբ մտնի։ Ինչ որ եկեղեցի կմտնիս, խորան կմտնիս, բան կենես գլուխդ կախես կե էլի դե։ Ստեղ լինելու են կանոններ, ձևեր, որտեղ որ դու չես կրնա այդ տաճարը մտնես ու երջանկություն չզգաս այդտեղ, հա։ Եվ գիտելիքներ ձեռք չբերես։ Սի խոր հաշվետվություն, ես այս ցանկը միշտ թողնում եմ հանրային հասանելի, այնպես որ
վերջերս էս մի քանի օրվա մեջ էս մի քիչ պասիվ էի ուրիշ գործերով էի խառը, մեր գրքերի նվիրաբերման process-ը դանդաղել է։ Եվ այս ուղիղ հեռարձակման նպատակը այնտեղ է, որ եթե գիրք չեք նվիրաբերել խուստուկ գիտատաճարին, արժե որ մեկ գիրքը նվիրաբերեք խուստուկ գիտատաճարին։ Հաստատ դրա մեջ վատ բան չի եղնի, դուք շատ դրական էներգիա կունենաք, ու մենք ավելի համախմբված կեղնենք։ Ամփոփելով այս թեման, իմ ընկերներից մեկը գսե, դերտա համի Բրիտանիա, DK-ի հետ խոսա, համոզե որ մի անգամից շատ գիրք տան։ Գիտեք, այդ տարբերակը մենք փորձելու ենք։ Նախ ես վստահ չեմ, որ դա աշխատելու է։ Երկրորդ, ես չեմ ուզենա, ես էլի այս գաղափարը նույնիսկ էլի հետ կգամ։ Ես չեմ ուզենա, որովհետեւ այս գրքերը նվիրվին միանվագ ինչ-որ կազմակերպության կողմից։ Թե չէ կստացվի ինչ-որ մեկի չէ, սխալեցի, գիտեք ինչ ձևի։ Ինչքան շատ մարդ գիրք նվիրե, ոչ թե մարդը շատ գիրք նվիրե, այլ ինչքան շատ մարդիկ քիչ գիրք նվիրեն։ Ամեն մեկը մեկ գիրք եմ։ Ձեր երեխու անունով կրնակ նվիրեք, ստեղ մեր ցանկի մեջ մարդիկ կա, իրանց երեխու անունից են տվել։ Այնքան մենք շատ կեղնենք որպես գաղափարակից ու կտարածենք այս գաղափարը։ Սա կեղնի արդեն մեր գաղափարը։ Փաստացի մենք հենց հիմա ունենք 40 գիրք նվիրած մարդ, երևի մեկ մինիմում 20 հոգի է շինարարական ուղղությամբ մեզի օգնող ընկերներ, ու մենք փաստացի հիմա 60 հոգի համագաղափարակից ենք։ Եվ ես կհասկանամ, որ շատերը ինձնից զզվինգը ինչ որ պատճառներով, ինչ ես անում գտնեն ֆեյքերով, բայց հարցը իմ անձը չէ, եթե ես ունենայի ուրիշ մարմին, ես ուրիշ մարմնով կներկայանայի։ Եթե ես կրնանայի ուրիշ մարմնից խոսայի, ուրիշ մարմնից կխոսայի։ Հիմա եթե դու կզնից զզվիկ գաղափարին գնացեք, անձին մի գնացեք։ Անձը ժամանակավոր է, մարմինը ժամանակավոր է, գաղափարին գնացեք, գաղափարին նվիրեք։ Իմ անունից հետ սա կապ չի ունենալ։ Ես ամեն ինչ անում եմ, որ չանձնավորվի ինձ հետ, որովհետև ես չեմ ուզենա, որ ըզնից զզվողները հայկական մենթալիտետից ելնելով գաղափարը մերժեն։ Ես գաղափարի հետևից կերտամ։ Կուզենք ուժեղ Հայաստանի ապագա, ես լուծումը ստեղ կտեսնի։ Կարճաժամկետ լուծումներ, եթե տեսնեի, կենեի։ Չեմ տեսնի ես կարճաժամկետ լուծումներ։ Չգիտեմ, ես 2-3 տարում ինչ ենենք, որ փրկվենք։ Ես կտեսնիմ Հայաստանի փրկությունը երկարաժամկետ լուծումների մեջ։ Նույնիսկ ես գիտեմ, որ չեմ հասցնելու այս մեր գաղափարի պտուղները տեսնիմ։ Բայց ես կհավատամ, որ եթե մենք հիմա կմտածենք երկարաժամկետ, այդ դեպքում ապագա կա։ Քաղաքական ստացվավ է տարդայությունը, բայց կապ չունի քաղաքականության հետ, իսկապես ապագա կեղնի այդ դեպքում։ Սկանը, եթե կարճաժամկետ լուծում գտնեմ, կսեմ, չեմ տեսնի։ Շնորհակալություն։ Ես ակնկալեմ գը, իսկապես ակնկալեմ գը, որ դուք կնվիրեք ձեր անունից, ձեր երեխու անունից գիրք խուստուկ գիտատաճարին այս ցանկից եւ այս ցեցը կգցեք ձեր ընկերների մեջ, որ իրանք էլ նվիրեն գիրք խուստուկ գիտատաճարին այս ցանկից։ Սա շատ կարևոր բան է։ Կուզեմ, որ ցեցը գցեք ձեր ընկերների մեջ։ Այստեղ կարևորը քանակն է մարդկանց, շատ կարևոր է քանակը մարդկանց։ Քանց թե գրքերի քանակը 1150 գիրք կա դեռ առնելու։ Ես շատ երջանիկ կեղնեմ, որ 1150 հոգի այս գաղափարը հավատա ու կրե իր մեջ ու ենենք։ Եթե նույնիսկ չենեն, եթե նույնիսկ ֆիզիկապես ես կամ իմ նման մտածող համագաղափարակից մարդիկ մնանք մենակ, մենք մենակով կենենք։ Երկար կտևե, բայց կենենք։ Ասենք ես ամեն ամիս կփորձեմ իմ աշխատավարձից գիրք առնել, ցեմենտ առնել, ինչ-որ բան առնել, մի հատ իգեմ Եռանկյունի գիտատաճարի վրա ավելցնեմ։ Մեր Արտուրը կփորձի ամեն անգամ մի հատ քար ավելցնել։ Եթե ես մեռնիմ, Արտուրը կշարունակի այս գործը։ Հերիտնից տեղից Արտուրը չեղնի, Վահեն կշարունակի այս գործը։ Մենք սիկ չենք թողնալու։ Հասցնելու ենք տրամաբանական ավարտին, երբ որ մարդը Հայաստան գալուց, դուք հայաստանցի եղնելով, գաք, մտնիկ, Հայաստան, գաք, հասնիք, Սյունիք, Վաչագանից, Արահետով, գաք, Խուստուպին ու գիտատաճարին նայելով մտնիկնես, ձեր աշխարհը գմպա, հասկանաք ինչ կսիրեք, ուր կշարժվեք ու դուրս գաք այդտեղից, երտակ ձեր գործը ենեք։ Այս կետին մենք հասցնելու ենք։ Այս կետին մենք հասցնելու ենք, չկասկածեք։ Կապ չունի քանի հոգով ենք։ Կապ չունի պատերազմ կեղնի թե չի եղնի, նայեք ինչ կսեմ։ Եվ երևի սիգեն պահերից մեկն է, որ բդիսեմ, որ ես Սյունիքից չեմ գնալու։ Հրաբարագային կսեմ, չեմ գնալու ցանկացած պարագայում, որովհետև սա այլևս իմ տունն է,
Ես ինձ տունը կհամարեմ, ես ինձ չեմ համարե եք որ գալմա։ Ես տունս է։ Հեշտად չի կրնան իմ տնիցս հանե ինչ էլ եղնի։ Առավել եւս գաղափարները կայնացնե, չի կրնա ոչ մեկ։ Կրնան մենակ ֆիզիկապես ոչնչացնեն, թաղեն հողի տակ ստեղ կամ կերակրեն կենթանիներին, բայց դա չպետք է եղնի խոչընդոտ գաղափարի ոչնչացմանը։ Դրա համար է կարևոր, որ դուք երտակ գաղափարի հետևից, այս առաջի փուլում այս ուստուպ, գիտատաճար եւ լավագույն գրականության, դասական երաժշտության գաղափարի հետևից, ոչ թե անձերի։ Այդ դեպքում անձերը նոր վարի երտան գաղափարը չի սատկի։ Սկաններ սելիկը մոդագա օրերին պատրաստինք հիմքը կարգի բերել երանգյունիները քիմիկատով ներգել, որպեսի ճիջուները չուդեն, սպասենք ձեր գրքերին զուգահեռ, 1050 գիրք կայելի քսեմ, հաջորդ փուլում հիմի Մոսկվայից գուկան գլուխարները դիպես հայերեն չի դեմ ինչող կոչվում, որպեսի երանգյունիները հավքենք, հետո հիմքի ջրաիզոլյացիան ունենք, հետո կարկասը սկսենք հավաքել, հետո ես էլ չգիտեմ թե փողը որտեղից պետք է հələ որ ճարենք, որպեսի սկսենք արդեն բանանել, արևային պանելներով ծածկել, ջերմաիզոլյացիա անել, բայց դա հաջորդ փուլում, հələ դեռ չեմ ուզե անցնիմ։ Ամենայն դեպս դա լինելու է վաղ թե ուշ։ Ամեն գործ ես այն անում եմ դրա համար, ես գնում եմ իմ նկարահանումը, անում եմ օրվաս հացը վաստակում եմ, կարիքներս հոգում եմ, ավելցուկը տնում եմ այս գործի մեջ։ Ինչի, որովհետև ես կհասկանամ, որ դիգա իմ հավատքով դիգա աբագան ուրիշ ձև չկա, ես չեմ տեսնի։ Քֆուր քաֆարով ինտերնետով բան հարցը չի լուծվի։ Ես մեկ չեմ շատ խոսացի, բայց ինձ գտավա սիկ շատ կարևոր զրույց էր։ Սկանը։ Հա, մեկ է, թե ինձի քֆուր եք գրելու բանման վիրավորելու եք, իմեջում եթե ենեք բլոկ կենեմ, ռադ կենեմ, կան առողջություն չկա, մնայուն չէ։ Իսկ եթե պետք է էլի հանրային ձևով իմ անձով փորձեք այս պրոյեկտը վարկաբեկել, ես կփորձեմ ուրիշ լուծումներ գտնել, որովհետեւ իմ անձի հետ սա չկապվի։ Ամենայն դեպս չգիտեմ հələ ինչ եղի։ Մարմնիցս այս գաղափարը հանեմ տնեմ ուրիշ մարմնի մեջ բերնով խոսա էլի։ Չգիտեմ։ Բայց ամենայն դեպս գիտեմ, որ գաղափարը կրելու է ցանկացած բան։ Զրբարդանք։ Տես։ Սպասում եմ ձեր գրքերին ժողովուրդ, քիչ կառնեք, շատ արեք։ Սպասում եմ ձեր գրքերին։ Ես միշտ բան չեմ ուզել համեստեմ եղել բան, ես պահանջում եմ, գրքեր եք առնում ու տեղակ եք պահում։ Չկա ուրիշ ձև։ Չեմ գնալու ես Հիսուսի արծան սարկող Ծառուկյանին խնդրեմ, որ այս հարցը լուծե։ Պետք է իրար դնենք։ Սպասում եմ ձեր գրքերին։ Լավ մնացեք ժողովուրդ։ Ստեսություն։